Ինչպես է ընտրվում էնդոպրոթեզ յուրաքանչյուր պացիենտի համար։ Էնդոպրոթեզների ընտրությունը կատարվում է երկու փուլով՝ մինչ վիրահատական եւ վիրահատության ընթացքում։ Մինչ վիրահատական ընտրությամբ կատարվում է էնդոպրոթեզի տեսակի ընտրությունը, որտեղ հաշվի է առնվում պացիենտի տարիքը, ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, օրինակ քաշը, կամ նախկինում ունեցած ոսկրաբանական տրավմաներ, որոնք բերել են անատոմիական փոփոխությունների։ Վիրահատության ժամանակ արդեն կատարվում է էնդոպրոթեզի չափսերի ընտրությունները։ Էնդոպրոթեզները կազմված են տարբեր կոմպոնենտներից՝ քացախաբոսային կոմպոնենտից, դրա մեջ օգտագործվող պոլիէթիլենային ներդիրից, ազդրոսկրային կոմպոնենտներից եւ իհարկե շփման հանգույց գլխիկից։ Դրանք բոլորը լինում են տարբեր չափսերի եւ յուրաքանչյուր պացիենտի պարագայում ընտրվում է իր մարմնակազմությանը համապատասխան չափսեր։ Կարևոր է ճիշտ էնդոպրոթեզի տեսակ ընտրել եւ էնդոպրոթեզի չափսերը ընտրել ճիշտ, որպեսզի հետագայում պացիենտի մոտ չլինեն էնդոպրոթեզի անկայունություններ, հոդախախտեր, իսկ պացիենտը քայլի առանց ցավի եւ ունենա մինիմալ հոդախախտի հնարավորություն։